Եթե գները ամեն տարի աճում են, իսկ աշխատավարձը գրեթե նույնն է մնում, ինչպես պետք է մարդը պահի իր ընտանիքը։ Դուք իրավացի եք։ Այսօր Հայաստանում մի շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Սննդամթերքի, բնակարանի վարձերի, կոմունալների եւ դեղորայքի գները շարունակ աճում են, իսկ աշխատավարձերը հաճախ չեն հասցնում թանկացումների հետևից։ Արդյունքում մարդը աշխատում է, բայց տարեց տարի նրա կյանքը թեթևանալու փոխարեն ավելի է ծանրանում։ Նույն աշխատավարձով այսօր մարդը գնում է ավելի քիչ սնունդ, ավելի դժվար է վճարում կոմունալները եւ ավելի մեծ դժվարությամբ է հոգում ամենօրյա անհրաժեշտ ծախսերը։ Այսինքն աշխատանքը չի ապահովում այն նվազագույն կայունությունը, որը մարդը պետք է ունենա իր ընտանիքը պահելու, երեխաների ապագան հոգալու եւ արժանապատիվ ապրելու համար։ Իսկ սա արդեն միայն սոցիալական խնդիր չէ, սա պետական քաղաքականության լուրջ ձախողում է, որովհետեւ ուժեղ պետությունը սկսվում է ոչ թե գեղեցիկ հաշվետվություններից, այլ բարեկեցիկ քաղաքացուց։ Եթե մարդը լավ չի ապրում, պետությունը չի կարող լավ ապրել։ Եթե ընտանիքը չի կարողանում հոգալ իր կարիքները, ուրեմն երկրի տնտեսական աճի մասին խոսակցություններն արժեք չունեն։ Պետության բարեկեցությունը սկսվում է մարդու բարեկեցությունից։ Բարեկեցիկ քաղաքացի, բարեկեցիկ պետություն։ Մենք պետք է կառուցենք այնպիսի տնտեսություն, որն աշխատում է մարդու համար, որովհետև աշխատող մարդը չպետք է աղքատ լինի։ Եթե մարդը աշխատում է, նա պետք է կարողանա արժանապատիվ ապրել, պահել իր ընտանիքը, ապրել վստահությամբ եւ տեսնել իր ապագան իր ծննդավայրում։ Ժամանակն է կառուցել երկիր, որտեղ հենց քո բարեկեցությունը կլինի պետական քաղաքականության գլխավոր չափանիշը։